Ողջունում եմ բոլորիդ։ Գիտեք, իրականում, այո, պարոն Արզումանյանի հետ ես համամիտ եմ, որ պետք է ստեղծել համակարգ, որովհետև ի վերջո ով ուզում է լինի, ինչ ուժեր ուզում են գան իշխանության, եթե չկա համակարգ, հստակ համակարգ, ազգային համակարգ, ամեն ինչը դառնում է պոպուլիզմ։ Եվ ի վերջո ինչ որ դու խոստանում ես քո ժողովրդին, ինչ ցանկանում ես, դա չես էլ կարողանում իրականացնել եւ իրագործել։ Բայց դրա հետ միասին մենք այսօր ունենք կոնկրետ խնդիր եւ կանգնած ենք այդ աղետի առաջ, որպեսզի կարողանանք լինել կամ չլինել։ Ըստ ինձ ես գնահատում եմ իրավիճակը մեր լինելիության եւ չլինելիության։ Ինչ վիճակից ենք մենք հետո դուրս գալու։ Այո, ցավալի է, որ 3 տասնամյակ շարունակ պարապանց հաղթանակներից հետո մենք չկարողացանք ձևավորել այն ազգային պետությունը, որը մենք ուզում էինք ունենալ։ Ազգային պետություն, ազգային համակարգ, կրթական, ռազմական, պաշտպանական, մշակութային եւ այդ ամենի բացակայության պատճառով մենք այսօր հայտնվել ենք այս աղետալի վիճակում, որովհետեւ հստակ բոլորս հասկանում ենք, չէ, որ մի մարդով չէր սա։ Եվ ի վերջո, երբ որ մենք շատ հաճախ խոսում ենք երրորդության մասին, մարմին, ոգի եւ միտք, մարմնի համար պատասխանատու են կառավարությունը, մտքի համար կրթական համակարգը, հոգու համար հոգեվոր դասը, մենք 3 հարցություններում ունենք պրավալ։ Դրա համար էլ ունենք այսօրվա այս վիճակը։ Բայց նորից եմ կրկնում, այո։ Ամենը հասկանալով հանդերձ մենք մեր դիմաց ունենք պայքարի մարտական ասել ինձ համար սա պատերազմ է, հստակ պատերազմ։ Հայի դեմ, հայի լինելիության պատերազմ։ Եվ մենք ոնց ենք դրան վերաբերվում, ոնց ենք պատրաստվում։ Ըստ ինձ այս ընտրությունները, որը նախապատրաստվում են եւ ընտրական այս համակարգով, այո, մենք խոսում ենք սահմանադրական մոտեցումներով եւ այլ, բայց այն ինչ որ հիմա տեղի է ունենում եւ այն ինչ որ տեսնում ենք, ես այդտեղ չեմ տեսնում հնարավոր այն մոտեցումները, որով կարող ենք մենք իրապես այսօրվա իշխանության այս համակարգին հաղթենք։ Եվ ես սրան տեսնում եմ, որ մենք պետք է պատրաստենք շատ ավելի գլոբալ, շատ ավելի լուրջ։ Իրապես գիտակցելով մենք լինելիության պայքարի մեջ ենք, հայ ենք, ուզում ենք, որ հայ լինի։ Այդ դեպքում բոլորս պետք է կարողանանք համախմբվենք մեկ համակարգի շուրջ։ Եվ այդ համակարգը պետք է կամ մենք գիտակցենք, օրինակ այս պահի դրությամբ հայ-առաքելական եկեղեցին է, կամ մենք պետք է գիտակցենք, որ պետք է ստեղծել ինչ-որ նոր համակարգ, որը բնականաբար ժամանակի առումով չենք էլ կարողանա չենք հասցնի։ Եվ ես գտնում եմ, որ բոլորս, որ հիմա մենք խոսում ենք անվտանգությունից, պաշտպանությունից եւ այլ, մենք իրապես պետք է ամեն ինչը գիտակցելով հանդերձ, հստակ առաջարկներով եւ ծրագրերով, չնայած այդ ծրագրերն է կա եւ առաջարկներն է կա, բայց փոքր ինչ-որ մի խորհրդով համակարգված սկսել աշխատանքը եւ այդ ամբողջ մեր ուժերը ծառայեցնել կոնկրետ հայ-առաքելական եկեղեցու հետ միասին։ Որովհետև կոնկրետ ես տեսնում եմ այնտեղ մարտիկներ, սքեմով հագնված, սքեմի տակ տղամարդիկ, տղերք, ովքեր պատրաստ են պաշտպանության, որովհետև տեսնում եմ, որ իրապես այս բոլոր քաղաքական մեր խմորումները ոչ մի լավ բանի չեն բերում։ Այսքանը, շնորհակալ եմ։